Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր նոյեմբերի 27-ն է, 5 շաբթի։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։ Facebook-յան էջում գրել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։ Հավերժ փառք մեր նահատակներին, գրել է Սիմոնյանը։ Դիլիջանի ոլորանների և Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Կազաչի հատվածում գիշերը կրակը մարվել է։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ կրակի նոր օջախներ չկան։ Ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի և Գեղարքունիքի Ճամբարակ թթու ջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի հրդեհները։ Ըստ Փրկարար ծառայության հաղորդագրության մարվել են նաև Լոռու մարզում բռնկված հրդեհը։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Ֆիալետովո համայնքի տարածքի անտառները լքում կենդանիները։ Հիշեցնենք, հրդեհաշրջման ժամանակ 3 վթարի ենթարկված 4 փրկարաններից մեկը Հրշեջ Տարոն Սիմոնյանը մահացել էր, իսկ 3-ը հոսպիտալացվել։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Մեկին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հայտարարությանը, որով վերջիններս իրենց բողոքն էին արտահայտել այն մասին, որ ամենայն հայոց կաթողիկոսը ընթացք չի տվել և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։ Ներկայացնենք մի հատված կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցից։ Նախ ասեմ, որ որպես Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետև կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ, իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ և այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Փաշինյան վերջերս մեր ձևով շարունակում հայտարարեց, որ Մուլարին արդեն որպես քաղաքական ուժ իրենք հանդես կգան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, և վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձևով, քանի որ դուք վախեր ունեք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն ու մեր ձևով այս պահին ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից և նման հրահանգիչեցված էթերով։ Գիտեք, ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգեր, իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկը ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ էլի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք և ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ, և ես համոզված եմ, որ 2026 թվականի
խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Բաքվից վերադարձան Հայաստանի քաղաքացիական ներկայացուցիչներ, այնտեղ հանդիպումներ, քննարկումներ ունեցան, դրանից առաջ էլ ադրբեջանցի փորձագետներ էին Հայաստանում, ինչպես կգնահատեք այս երկխոսության ընթացքը, հատկապես այն համատեքստում, որ տեսնում ենք թե Ադրբեջանի պաշտոնյաների, թե գիտնականների, թե փորձագետների, թե մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում։ Դե գիտեք, այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Ձեր նախկին նախագահների բանավեճի հրավիրելու հաստատության չկայացավ, ինչպես գիտեք, բայց Արման Թաթոյանն է ձեզ հրավիրել բանավեճի, ասում են, որտեղ կուզի, որ ժամին կուզի, անգամ կարող է Պետրոս Ղազարյանն իր հետ բերի, որպեսզի մենակ չլինի, պատրաստ ենք ընդունել արդյոք Արման Թաթոյանի բանավեճի հրավերը, եւ նաեւ երեկվա նրա հայտարարությունից հետո ասում են Արման Թաթոյանը նիկոլական է, հիմա ինքը այդպես է, թե կապ չունի ձեր իշխանության հետ։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ, խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Արման Թաթոյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաև երեք հայտարարեց, որ ձեզ զբաղում են նախկինները, այսինքն ասաց, որ եթե նախկին նախագահները իրենց կուսակցություններով, ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Մեկնարկել է մշակութային խաչմերուկ Երևանյան միջազգային երկօրյա համաժողովը, այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին։ Մատենադարանում ահա այս մթնոլորտում մեկնարկեց մշակութային խաչմերուկ Երևանյան միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ավելի քան 1 տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային այլ կազմակերպություններից։ Կարևորելով կոնվենցիայի նշանակությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ ձեռնամուխ են եղել այս համաժողովի կազմակերպմանը։ Ուզում եմ նախ եւ առաջ նշել, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով, ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական եւ ոչ նյութական ցուցակներում, աշխարհի հիշողության ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում։ Իդեպ ընդամենը 2 օր առաջ Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Նախարար Անդրեասյանը հերթով թվեց այն կարևոր միջոցառումները, որոնք անցկացվել կամ անցկացվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։ 19, 20 եւ 23 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները, Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը եւ Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկումներ առնելու համար։ Իդեպ, մեր համաժողովի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի դարբնության ավանդույթը նամականիշի մարումը։ Ընդգծվեց, որ Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին 2 տասնամյակներին մեր երկիրը ակտիվորեն մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթների կիրառման գործին, ներդնելով ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքի ներառականության ընդգրկվածությանը։ Հայաստանը իր պատմական եւ աշխարհագրական դիրքով պայմանավորված յուրատեսակ խաչմերուկ է հանդիսացել հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, մշակութային, տնտեսական եւ քաղաքական ուղիների համար։ Եվ այսօր էլ մենք ջանք չենք խնայում լինելու խաչմերուկ ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված։
Նախարարն ասաց, որ դրա վառ ապացույցն է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, հիմնվելով պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձ սկզբունքների վրա։ Խաղաղության խաչմերուկ ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն։ Այդ նախաձեռնությունը ունի լիարժեք ներուժ վերածվելու մշակութային խաչմերուկի։ Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային կապերը եւ գաղափարները, բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար առհասարակ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերակատարում հետևելու 2005 թվականի կոնվենցիայի դրույթների կյանքի կոչման եւ ապահովելու, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում տեղահանվածներն ու փախստականները ունենա ստեղծագործելու, հիշելու եւ ինքնության իրավունք։ Մենք համոզված ենք, որ տեղահանվածների եւ փախստականների մշակութային իրավունքների պաշտպանությունը ոչ միայն մարդասիրական հրամայական է, այլև ներդրում է կայունության հաշտեցման եւ խաղաղության մեջ։ Փոխարտգործնախարարի վստահեցմամբ Հայաստանը շարունակելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իր ակտիվ երկխոսությունը, ինչպես Հայաստանում գտնվող փախստականների կարիքների հասցեագրման, այնպես էլ 2005 թվականի կոնվենցիայի շրջանակներում միջազգային ջանքերի ամրապնդման ուղղությամբ։ Բազմազանությունը բաժանում չէ, այլ ուժ, մեր տարբերությունները խոչընդոտներ չեն, դրանք կամուրջներ են։ Այսօր Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է իր նվիրվածությունը այս կոնվենցիայի արժեքներին, եւ մենք պատրաստ ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, երաշխավորելու, որ յուրաքանչյուր անհատ անկախ ծագումից կամ հանգամանքներից կարողանա լիարժեք իրացնել իր մշակութային իրավունքները։ Տեսաուղերձով հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էրնեստո Օտտոնեն։ Համաժողովի շրջանակում Հայաստանի ԿԳՄՍ նախարարության եւ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հոնկոնգի բնակելի շենքերում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, 300 մարդ շարունակում է անհետ կորած մնալ։ Ըստ ոստիկանության տվյալների նոյեմբերի 26-ին բռնկված եւ մինչեւ հիմա շարունակվող հրդեհի պատճառը կարող է լինել շենքերի վերանորոգմամբ զբաղվող ընկերության կողմից վտանգավոր նյութերի կիրառումը։ Հրշեջները դեռևս չեն կարողանում հասնել բնակիչներին, որոնք հնարավոր է կրակի եւ ծխի պատճառով ծուղակի մեջ են մնացել բազմահարկ շենքերի վերին հարկերում։ 8 շենքից բաղկացած բնակարանային համալիրում կան 2000 բնակարաններ, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է 8 շենքերից 7-ում, շենքերից տարհանված մոտ 1000 մարդ այժմ գտնվում են ապաստարաններում։ Իշխանությունները ձերբակալել են շենքում վերանորոգման աշխատանքներ կատարող շինարարական ընկերության ներկայացուցիչ 3 տղամարդու։ Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Վաշինգտոնի կենտրոնում Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել, ծանր վիրավորում է ստացել ազգային գվարդիայի 2 զինծառայող։ Կրակոցներ արձակած անձը եւս վիրավոր է, նա ձերբակալվել է։ Ազգային գվարդիայի անդամների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումը որակել է որպես ահաբեկչական ակտ։ Կրակոցներից անմիջապես հետո իր գրառման մեջ Թրամփը կրակողին անվանել է կենդանի։ Ամերիկացի առաջնորդը նաև շեշտել է, որ նա շատ բարձր գին կվճարի իր գործողությունների համար։ Ավելի ուշ ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ Թրամփը հայտարարել է. Դա մեր ամբողջ ժողովրդի մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր։ Մենք չենք հանդուրժի օրենքն ու կարգը խախտող նման հարձակումներ այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ չպետք է գտնվեին մեր երկրում։ Նա Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին հանձնարարել է Վաշինգտոնում տեղակայել ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայող։ Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեկում տեղի է ունեցել ՀԱԲ քաղաքական անվտանգության խորհրդի նիստը։ Մասնակցել են Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի եւ Տաջիկստանի նախագահները։ Հայաստանը նիստին չի մասնակցել։ 2026 թվականին ՀԱԲ-ի նախագահությունը Ղրղստանից անցնելու է Ռուսաստանին։ Հունվարի 1-ից կառույցը նաև կունենան նոր գլխավոր քարտուղար։ Այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայում ՀԱԲ ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ղրղստանի ներկայացուցիչ Թալատբեկ Մասադիկովը։
Հռոմի Լևոն 14-րդ պապը մեկնարկում է իր գահակալության ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունը, որի ընթացքում կայցելի Թուրքիա եւ Լիբանան։ Ուղևորության գլխավոր իրադարձությունը տեղի կունենա թուրքական Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկեա քաղաքը։ Հռոմի պապը եւ այլ քրիստոնյա առաջնորդներ կնշեն 325 թվականին տեղի ունեցած Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակը։ Հռոմի պապը կայցելի նաև Թուրքիայի Կապույտ մզկիթ, հանդիպումներ կունենա կրոնական առաջնորդների հետ, որպես միջկրոնական երկխոսության ժեստ։ Լիբանանում եւս Լևոն 14-րդ պապը կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարակ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում, աղոթելով ավելի քան 200 զոհերի համար։ Գյումրիի ավականու կոմունիստական կուսակցություն խմբակցությունում նորից մանդատափոխություն է տեղի ունեցել։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը էլի արտահերթ նիստ է արել։ 10 օր առաջ հանձնած մանդատից Կոմկուսի ավականու անդամը հրաժարվել է։ Երեկվա նիստով հանձնաժողովը վայր դրած մանդատը փոխանցել է խմբակցության ցուցակի հերթական հաջորդ համարի թեկնածուին։ Ավականու մանդատը թե պաշտոնը նոյեմբերի 17-ին մանդատի փոխանցումից հետո այսպիսի երկընտրանքի առջև է եղել Արտյոմ Մկրտչյանը։ Նա Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն ունի, կոմունալ բաժնի պետն է, եւ ընդամենը 4 օր անց է դիմում գրում Գյումրիի քաղաքապետի փոխարինողին, որ ավականու մանդատը վայր է դնում։ Քաղաքապետարանից էլ հրաժարման արձանագրությունը հասնում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ 50 թվականի նոյեմբերի 21-ին գրություն ենք ստացել Գյումրու համայնքապետարանից, որում հայտնում են, որ ավականու անդամ Արտյոմ Արտուշի Մկրտչյանը վայր է դրել մանդատը, որի համար կազմվել է արձանագրություն եւ նոյեմբերի 21-ին մուտք եղել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հերթական արտահերթ նիստի պատճառն ու առիթը նոյեմբերի 21-ին ուղարկված արձանագրությունն էր։ Հանձնաժողովը որոշեց ի գիտություն ընդունել մանդատից հրաժարվելու արձանագրությունը եւ փոխանցիկ մանդատը հանձնեց Կոմկուսի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին։ Հիշեցնենք, Արտյոմ Մկրտչյանին ավականու մանդատը փոխանցվել էր Տիգրան Ավագյանից։ Գյումրի համայնքի ավականու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դատարած ավականու անդամի մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սիրանուշ Գուրգենի Մելիքյանին։ Ի տարբերություն մյուս մանդատափոխների, Սիրանուշ Մելիքյանը եկել էր իր մանդատի ետևից։ Ավականու նոր անդամը Գյումրիի քաղաքապետարանում է աշխատում։ Նա քաղաքապետի առաջին տեղակալ, այժմ քաղաքապետին փոխարինող Ավետիս Արաքելյանի գործավարուհին է։ Նախընտրեցի ավականու մանդատը, բնականաբար կհրաժարվեմ աշխատանքից։ Իմ որոշումը պայմանավորված է լուրջ մոտեցումով, եթե ես առաջադրվել եմ, ներկայացել եմ որևէ կուսակցության ներկայացուցիչ, բնականաբար ես պատրաստակամ եմ եւ պարտավոր եմ կատարել այն բոլոր մարտահրավերները, ինչին կհանդիպենք մենք ամբողջ թիմով։ Սիրանուշ Մելիքյանը նախընտրեց մանդատը, թեև թիմօրենքով դեռ մեկ ամիս ժամանակ է տրամադրվում վերջնական որոշում կայացնելու համար։ Ինքը վերցրել է, ինքը ժամանակ ունի, կարող է ժամանակ անցնի, ասենք ինքը այսօր նախընտրեց մանդատը վերցնել, կարող է 10 օր հետո ինքը որոշի, որ չի ավելի լավ է մնա աշխատանքի մանդատը վայր դնի։ Այդ պարագայում հաջորդ համարին մենք մանդատ կտանք։ Կուսակցության հերթական ու հաջորդ համարի կին թեկնածուով ավականու կազմի համալրումը արդյոք չի խախտի գենդերային հավասարության համար սահմանված շեմը խմբակցությունում։ Տիգրան Ղազարյանը դա օրենքով է պարզաբանում։ Օրենքը չի ասում կին կամ տղամարդ, օրենքը ասում է, որ ցանկացած ցուցակի մեջ, ցանկացած հագարակ սեռի ներկայացուցիչները պետք է լինեն 30%-ից ավել։ Այսինքն այս պարագայում ես իշքան գիտեմ կոմունիստական կուսակցությունը դարավ 50-50։ Այսինքն այստեղ ոչ մի օրենքի շեղում չկա։ Գյումրիի ավականու Կոմկուս խմբակցությունում հիմա կա 4 կին, 4 տղամարդ ավականու անդամ, իսկ նրանցից հարգելի բացական մնում է Վարդան Ղուկասյանը։ Կոմկուսը եւ մյուս խմբակցություններն ամբողջ կազմով ներկայանալու դեպքում ավականու նիստի քվորում կարող են ապահովել։ Անգամ շատ թվով մանդատներ ունեցող քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոյկոտի պարագայում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։